Ներողություն, եթե ճիշտ եմ հիշում, որ շատ հիմա քննարկվում է, որ ինչի են այս դեղը տալիս, մենք այս դեղն ենք ուզում, ինչ էս ֆիրմայի արտադրածը, մենք այն ֆիրմայի արտադրածն ենք ուզում, դեղերի դեպքում մենք ասում ենք, մենք տալիս ենք այսքան գումար։ Հիմա այդ գումարը քաղաքացին վերցնում է եւ ինքը որոշում է այդ գումարի շրջանակում որը կա, այդ դեղն է ուզում, թե 200 դրամ ավելացնում է, գնում է այդ դեղի այլ ֆիրմայի արտադրությունը վերցնում, որը ինչ պատճառով իրեն ավելի հարմար է կամ եւ այսպես շարունակ։ Այսինքն էս էլ է կարևոր նրբություն, որ մենք գիտենք, որ այդ գնով կարելի է ձեռք բերել դեղանյութը։ Այո։ Հիմա դա եւ մենք գիտենք, որ դա որակի ինչ որ մի ստանդարտի համապատասխանում է։ Չի կարող անորակ դեղի համար տալ։ Բայց այդ բանը էլ կա, հոգեբանական, մենք բոլորս էլ տենց ենք։ Ասենք գլխացավի համար ամենապրիմիտիվ բանը տասնյակ, եթե չասենք հարյուրավոր դեղեր կա, ամեն մեկս ունենք մեր գլխացավի սիրած դեղը, որ գլուխներս ցավում է, որ այդ չի լինում, խմում ենք, ասում ենք, չէ, սա չի անցկացնում մեր գլխացավը, դա նաև հոգեբանական ազդեցություն է։ Եվ դա էլ է շատ կարևոր բարձրաբան է, մենք ասում ենք կոպիտ ասած, գլխացավը երևի մեր փաթեթի մեջ չկա, բայց որ բարձում ենք, ասում ենք գլխացավի դեղի համար մենք տալիս ենք 500 դրամ։ Շուկայում կա եւ 300 դրամանոց, եւ 400, եւ 500, եւ 600, եւ 700, եւ 1000, եւ 3000, եւ 10000։ Կարող է մարդ կա ինչ որ ընկալման բերումով ինքը ասում է, չէ, իմ գլխացավը 10000 դրամանոց դեղն ամենակ անցկացնում, շատ լավ։ Այդ մեր վճարը այդքան է։ Խնդրեմ, եթե ուզում եք ավելացրեք, գնացեք։ Այո, եւ այս պիլոտային ծրագիրը, որ սկսեցինք, պարոն վարչապետ, դեղի, այսինքն մենք արդեն փորձնական ընթացքը պետպատվերի մեջ, դեղերի մեջ մի մասը փոխեցինք, մենք տեսանք, որ եւ շահառուների թվի ավելացում ունեցանք, այսինքն երրորդ կարգի հաշմանդամներ եւ այն մարդիկ, ովքեր մեր պոտենցիալ շահառուն էին եւ պետությունը մի տարբերակի դեղը առնում էր պոլիկլինիկայով, բայց այդ մարդիկ չէին գալիս օգտվում։ Հիմա փոխելուց հետո տեսնում ենք եւ շահառուների թիվը ավելացավ եւ մարդկանց գոհունակությունը, քանի որ իրենք են արդեն իրենց նախընտրածը արդեն աշխատում է, հիմա մենք ապահովագրական մոդելի մեջ արդեն ամբողջությամբ այս համակարգի վրա կձևավորենք փաթեթի շրջանակները։ Հիմա հաջորդ հարցը քաղաքացին ո՞նց է օգտվելու։ Ասենք մարդը զգաց պրոբլեմ ունի, պետքա բժշկի դիմի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ բոլոր դեպքերում առողջապահության առաջնային օղակի միջոցով պետք։ Բացի շտապ երկու ուղի ունենք, առաջինը շտապ օգնությունն է եւ այդ հրատապն է, այստեղ միանգամից հիվանդանոց, էմերջենսի ծառայություն եւ էմերջենսի ծառայությունում արդեն նրանք ուղղորդ են, որ կգնա կպարկի հիվանդանոցում, թե արագ 24 ժամվա ընթացքում օգնություն կտրամադրեն եւ նա կգնա արդեն տուն։ Մյուսը, երբ որ անձը ունի ինչ-որ խնդիրներ, այո, ճանապարհը առաջնային օղակով է։ Կներեք եւ նաեւ էսա պատճառը, որ մենք հիմա նաեւ ռազմավարական մոտեցում ունենք, որ առողջապահության առաջնային օղակում պետքա ներդրումներ անենք, սկսած ամբուլատորիաների մեր ծրագիրը, պոլիկլինիկաներ եւ այլն։ Մեր խնդիրն է նա, որ մաքսիմալ անենք, որ մարդը օբյեկտիվորեն ոչ թե տենց ուղղակի իրան դուրս անենք պոլիկլինիկայից, այլ մաքսիմալ մարդը պոլիկլինիկայից հետ գնա տուն, ոչ թե մաքսիմալ գնա հիվանդանոց, բայց ծառայությունը ստանալով էլ եմ ասում, ոչ թե ասենք։ Եվ հենց գիտեք, առողջապահական գիտությունն է դա ասում, որ ինչքան մարդը ծառայությունները ստանում է ամբուլատոր օղակից եւ ոչ հիվանդանոցային օղակից, այնքան արդյունքները ավելի լավ են։ Այնքան երկրի առողջապահական համակարգը արդյունավետ է եւ կներեք, այդ չեկապի համակարգը նաեւ դրանով է լավ, որովհետեւ ինչքան շուտ հայտնաբերենք, այնքան հավանականությունը, որ առաջնային օղակում հնարավոր կլինի այդ խնդրը բուժել, այո, մեծանում է։ Եվ այս մոդելը նաև հնարություն կտա զարգացումը ապահովել առաջնային օղակի եւ մենք ենք ներդրումներ անում, պարոն վարչապետ, եւ մասնավոր ընկերություններն են, արդեն իսկ մենք ուղղություններն էլ ենք տեսնում, ոչ միայն հիվանդանոցային օղակի մեջ են ներդրումներ անում, այլ նաև հենց առաջնային օղակի մասով ներդրումներ են անում։ Մասնագետներն էլ վերջին տասնամյակներում իրանք
աշխատում էին հայտնվել հիվանդանոցային օղակում, որովհետև առաջնային օղակը մաշում էր եւ մարդկային հոսք չկար, մասնագետը գնում նստում եւ իր մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորությունները սահմանափակվում էին։ Եվ ես ուզում եմ նշել, որ հենց կապիտալ ծախսերի մասով այդ ուղղությունն էլ մենք շեշտադրումը արդեն այս տարվանից ուղղում ենք ամբուլատորիաների, մեր 19 ամբուլատորիաների շինարարությունը արդեն ընթացքի մեջ է եւ հաջորդ խմբերը այսպես ավելանում են եւ սա է լինելու մեր ռազմավարությունը, որ ներդրումները թե հիվանդանոցային, թե առաջնային օղակի մեջ պետական եւ մասնավոր եւ համակարգի թողունակությունն էլ 3 տարվա մեջ ըստ էտապների պիտի գա հասնի թե նախանշած չափականակների։ Հիմա 200,000 շեմի մասին եմ ուզում խոսել, թե ինչու են 200,000 դրամ շեմից սկսում։ Նախ հետևյալը կա, որ մենք մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 200,000 դրամից ներքև աշխատավարձող սեգմենտում աշխատավարձի ստվերը ամենաշատն է։ Եվ մենք սրանով լրացուցիչ խթան ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիները նաև իրենց գործատուներից պահանջեն, որ իրենց աշխատավարձերը ճշգրիտ ֆիքսվի, որպեսզի իրենք մտնեն համակարգի մեջ։ Եվ սա էլի մի ուղերձ է, որ ես ուզում եմ անպայման մեր քաղաքացիները լսեն։ Հետագայում արդեն իհարկե պլանավորում ենք, բայց այս քաղաքական հարց է, որովհետև լրացուցիչ խթան պետք է տանք, որպեսզի աշխատավարձի ստվերային հատվածը կրճատվի եւ մարդիկ գան եւ այդ 200,000 շեմից ավել շեմում սկսեն աշխատել, որպեսզի համակարգից օգտվեն։ Մենք այս փուլի համար այդ շերտերից բան բաց չթողեցինք, չէ՞, ոնց որ ինչ բաց թողեցինք։ Չէ, պարոն վարչապետ, 200-ից 500,000-ը մենք նշեցինք ինչքան է լինում։ 200, այս որ 500 դրամ է մնում տակը փաստացի, բայց այդ պետք է այցել արձասենք, որ որ դեպքում է 500 դրամ մնում, երբ որ քաղաքացին կմտնի իր տարեկան համընդհանուր հայտարարագիրը կլրացնի եւ կհաստատի իր հայտարարագիրը եւ այնտեղ կդիմի այս 6000 դրամը հետ կստանա սոցկրեդիտով հետ կստանա։ Սոցկրեդիտով հետ կստանա, այսինքն իր սովորական ընթացքից 500 դրամ ավել պետք է մուծի, եթե նրանք մարդը ծխող է, կարա քիչ ծխի կամ ծխելը թողի եւ հələ մի բան էլ խնայողություն կանի։ Մենք նաև էլի ապահովագրական համակարգի մեջ մտածում ենք խրախուսման այդպիսի գործիքներ, պարոն վարչապետ, բոնուսային համակարգ 3 ուղղություններով հենց ծխելու թողելու հետ կապված մենք հստակ կարողանում ենք նախ աջակցություն տրամադրել եւ հետո էլ եթե անձը փոխում է վարքագիծը որոշակի խրախուսումներ տալ։ Մյուսը քաշի կառավարումն է, որը էլի միջազգային փորձը նայելով տեսնում ենք, որ սա եւս շատ կարեւոր գործիք է մարդկանց ուղղորդել ավելի առողջ ապրելակերպի, փոխել վարքագիծը եւ դրա դիմաց նաեւ խրախուսական բոնուսներ ստանալ եւ ինչքան քիչ կօգտվեն համակարգից ոչ անհրաժեշտ ծառայությունների այդ պահին, այնքան ավելի համակարգը նրանց խրախուսումներ կանի։ Մարդը ինչքան իր առողջությունը, էտել որ ոչ թե ասի հա դե պետությունա թող մտածի իմ առողջության մասին, այո, պետությունա պետք է եւ կմտածի, բայց մի քիչ էլ մենք պետք է մտածենք մեր առողջության մասին, այսինքն մարդը եթե ինքը իր առողջությամբ չզբաղվի, պետությունը ինչ կարա անի։ Չի կարող ոչի բան անի։ Հաջորդ դիտարկումը, որ ուզում եմ անեմ, ես գիտեմ, դե մենք արդեն ներդրումը քանի անգամ հետաձգում ենք եւ ես մեր հոգեբանական վիճակն եմ հասկանում, թե ինչու ենք հետաձգում, որովհետեւ շատ մեծ բարեփոխում է եւ մեծ մտավախություններ կան։ Բայց նախկինում էլ ես ուզում եմ ի սկզբանե, չնայած լավ չի, տենց ընդունված չի դա ասել, բայց ես ուզում եմ ասել, որ սկզբնական շրջանում եւ խնդիրներ են լինելու, բացառված է, ասենք մեր փորձը ինչա ցույց տալիս, որ մենք ասում ենք լավ մի քիչ պատրաստենք, մենք այնքան երկար ենք պատրաստում, մեկը այն նախնական խնդիրները չեն վերանում, որովհետև ես ստեղից է որ եկել եմ այն եզրակացության, որ դա համոզմունք է, մեկը բարեփոխումը պետք է կյանքի իր խնդրին հանդիպի, որ ինքը սկսի ձևավորվել, ձևակերպվել,
որովհետև այս կաբինետում հնարավոր չէ առողջապահության համակարգը կենթանացնել, իրան հնարավոր է նախագծել, իրան հնարավոր է որոշել, բայց մեկ այնան պետք է բաց թողես կյանք, ինքը կյանքի հետ շփվի, որպեսզի կյանքը իրան բերի իր պարամետրերի մեջ։ Ես ուզում եմ մենք էս էլ մեր քաղաքացիներին ասենք։ Ընենք չի, որ մենք էլ հաջորդ օրը արթնանալու ենք եւ տեսնելու ենք, որ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերությունները ամեն ինչ փոխվեցին։ Դա պետքա փոխվեն ժամանակի եւ մեր աշխատանքի ընթացքում եւ մենք այդ խնդիրներից պետք է չվախենանք։ Այո, սոցիալական ցանցերում գնալու են, վայ հերթական անգամ, էս եղավ, այն եղավ, գնացինք, էս չեղավ, ու ինչ որ մի մասը լինելու է ճիշտ, ինչ որ մի մասը լինելու է չափազանցություն, ինչ որ մի մասը լինելու է սուտ։ Բայց հարցը դա չի, մենք պետք է հետևողական մեր պլանով գնանք առաջ, բայց նաև կյանքի արձագանքները պետք է լսենք, իրականության արձագանքը պետք է լսենք, որովհետև երբ որ բարեփոխումը իր խնդրին հանդիպում է, այդ հանդիպմանը մենք ուշադիր պետք է առնենք այդ հանդիպման մեջ ինչը ընենց չէր եւ գնանք տեղում այդ հարցերը լուծել։ Ես դա համոզմունք է, ուրիշ մեթոդ չկա, չի լինում ուղակի տենց բան, չի լինում տենց բան։ Մեկը պետք է քաղաքական կամք ունենալ, գնալ, չվախենալ խնդրի մեջ մտնել եւ այդ խնդրը համբերատար հետեւական լուծել եւ հանրությունից էլ ըմբռնում խնդրել, ըմբռնում ակնկալել, որ ժողովուրդ ջան, էլի մենք էլ ձեզնից մեկն ենք, այդ որ մենք կամ վարչապետ ենք կամ նախարար ենք, այդ չի նշանակում, մենք երեք ձեզ հետ նույն մանկապարտեզում ենք, նույն դպրոցում ենք, նույն բուհում ենք, նույն փողոցում ենք, նույն կյանքում ենք եւ չի կարա տենց բանը մենակ ծրագրային լուծումներով չի։ Այսինքն կյանքը իրականությունը պետք է այս ծրագիրը փոխի իրականությունը, բայց իրականությունն էլ շտկելու է եւ հղկելու է այդ ծրագիրը։ Դրա համար այդ բաներից պետք չի վախենալ եւ պետք է այդ պատասխանատվությունը վերցնել ու գնալ առաջ։ Ու շատ է պետք։ Ես գիտեմ որ դուք շատ եւ հարցազրույցներ եւ ասուլիսներ, բայց հանրային հաղորդակցությունը ամենակարևոր բաներից մեկն է։ Դուք եւ այն մարդիկ, ովքեր տիրապետում են, այսպես ասած, փորձագետի մակարդակով թեմային, անընդհատ պետք է այս մասին խոսեն, որովհետեւ մեկը ինչ ամենակարևոր թեման է մարդու համար։ Մարդը ավելի կարևոր բան չկա մեզ համար, որովհետեւ մեզ համար մեր ընտանիքի անդամի առողջության հետ կապված պոտենցիալ խնդիրը մենք ոնց պետք է լուծենք։ Այդ յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքի յուրաքանչյուր անդամի ենթագիտակցության մեջ այդ կարևոր ամենակարևոր հարցն է, ինքը դրա մասին կբարձրաձայնի, չի բարձրաձայնի, բայց բոլորի մեջ այդ տագնապը կա, որ Աստված չանի, եթե մի բան եղավ, ինչ եմ անելու, ոնց եմ անելու։ Հիմա Փառք երեխեքի խնդիրը, չնայած երեխեքի դեպքում էլ պետք է ասել, կարող են լինել այնց հազվագյուտ իրավիճակներ, որ համակարգը չծածկի, այդ թվում են պատճառով, որ Հայաստանում այդ ծառայությունները չկան, կամ դրանք չգիտեմ նորագույն եւ այլն։ Այսինքն բացարձակ չի առողջապահության ապահով, կարող են լինել իրավիճակներ, որ այս դեպքերում է, որ գործում են հատուկ ֆոնդեր, բարեգործական ծառայություններ, որոնք մասնագիտացած են օրինակ կոնկրետ հիվանդությունների դեպքում։ Կոնկրետ հիվանդությունների դեպքում իհարկե կառավարությունն էլ կարա մասնակցի եւ այլն, իրանք որովհետեւ դրանք քիչ, բայց շատ թանկարժեք դեպքեր են եւ սենց նրբություններ կան։ Նկատի ունեմ այս ամեն ինչի մասին պետք է խոսել, որ մարդիկ սխալ չհասկանան, բայց այս համակարգը իհարկե էականորեն փոխելու է մեր երկրում առողջապահության իրավիճակը եւ իհարկե տնտեսության իրավիճակը, որովհետև ես հավատում եմ, որ սա կարևոր բարեփոխում է, այդ թվում տնտեսական զարգացում ապահովելու համար, մարդկանց աշխատանքային պոտենցիալը, ստեղծագործական պոտենցիալը լիարժեք դարձնելու համար։